Գրավիչ դարձնելու հետ կապված ես ունեմ շատ ավելի տարբերվող կարծիք։ Ներողություն, նաև կխնդրեմ ներկայացնեք ձեր կարծիքով ինչու են մարդիկ խուսափում, հա, բանակից խնդրեմ։ Լավ, սկսեմ այդտեղից, նախ եւ առաջ, ինչպես նշեց պարոն Սարգսյանը, խուսափում են բանակից, պետք է բարձել պատճառները։ Կարծում եմ պատճառները բազմաթիվ են եւ դրանց մասին պարոն Սարգսյանը եւս տեղյակ է, բայց չնշվեց նաեւ պատճառներից մեկը այն, որ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում արձանագրվում են զինծառայողների մահացության դեպքեր ոչ մարտական պայմաններում։ Հա, մենք իհարկե հասկանում ենք անվտանգային վիճակը Հայաստանի ներկայումս, սակայն հաշվի առնելով այն վիճակագրությունը, որը ունենք ներկայումս զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի, առաջին հերթին ցուցանիշ է, որից կարող են քաղաքացիները հավանաբար խուսափելով չցանկանալ գնալ զինվորական ծառայության։ Օրինակ նախորդ տարի 2024 թվականին 40 մահացության դեպքից միայն 4-ն է եղել մարտական պայմաններում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այսինքն ընդհանուր առմամբ եթե դիտարկենք վերջին 5 տարիների կտրվածքով, դեպքերի 70-ից 80%-ը մահվան դեպքերի արձանագրվում են ոչ մարտական պայմաններում։ Կարծում եմ սա առաջնահերթ պատճառներից է, ինչու անձինք իրենք եւ իրենց ծնողները իհարկե ժամկետային զինվորական ծառայության անցնողների չեն ցանկանում, որպիսի անձինք անցնեն զինվորական ծառայություն։ Խոսելով նաեւ գրավչության մասին, ես կցանկանամ նշել, որ իրականում նախագիծը ոչ թե գրավիչ է դարձնում բանակը, այլ կարող եմ ասել, որ ոչ գրավիչ է դարձնում այն իմաստով, նաև ոչ գրավիչ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ինչպես բազմիցս նշվել է, սոցիալական անարդարության կոմպոնենտը միանշանակ կա։ Եթե ներկայումս իհարկե նշվում է, որ հարուստ, հա, մեծահարուստ խավի ներկայացուցիչները ունեն հնարավորություն, այսինքն օրինականացվում է իրենց կողմից տրվող վճարների հիմքով կոռուպցիա, այսինքն նախկինում կոռուպցիա համարվող կարգավիճակով օրինականացվում է զինվորական ծառայությունից ազատվելու այդ դրույթը, որը բնականաբար ընդունելի չէ։ Եվ մյուս կողմից, եթե հաշվարկենք գումարի չափով, հա, 15 միլիոն եւ 20 միլիոն դրամ զինվորական ծառայություն չանցնելու կամ 1 ամսով անցնելու համար, մենք կարող ենք դիտարկել, որ գուցե այս պահին, հա, եթե օրենքը նախագիծը արդեն ընդունվի, նորից դրանից կօգտվեն հարուստ քաղաքացիները, մյուսները ոչ, բայց տարիների ընթացքում, եթե բաժանենք այդ 18 տարիներին, 15 միլիոնը կստացվի, որ ամսական երևի 70,000 դրամ կուտակելով, այսպես ասած, անձինք կարող են իրենց որդիներին ազատել զինվորական ծառայությունից։ Կարծում եմ դա մեծ չափի գումար չէ, նույնիսկ միջին խավի ապրողների համար, որովհետև տարիներով կուտակելով, այսինքն ունենալով նպատակ, որպեսզի չծառայեն, կարող են կուտակել այդ գումարը եւ չանցնել զինվորական ծառայության։